Այս անգամ ինչ սպասել դատարանից հաշվի առնելով, որ ընդամենը մի քանի ժամ առաջ Սամվել Կարապետյանին պատկանող հեծը զրկվել է լիցենզիայից, հնարավոր է իշխանությունները այս հարցում գոնե, այսպես ասած, ճակերտավոր զիջումների գնան եւ կալանքը փոխվի։ Տեսեք, ձեր հարցից արդեն իսկ ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակը իրավական որևէ գործընթացի հետ աղերս չունի եւ իր ամբողջ տրամաբանությունը հենց քաղաքական հետապնդման մեջ է։ Եթե ուզում ենք տեսնել իրավական գործընթաց, ապա պետք է կրկնվեմ նախկինում ասած խոսքերը պետք է ասեմ, որ անհրաժեշտ է որպեսզի դատավորը ունենա անձնական խիզախություն, որովհետեւ վստահ եմ ցանկացած դատավոր ունի բավարար իրավական գիտելիքներ գնահատելու այս գործի սնանկ լինելը։ Իսկ ինչ վերաբերվում է հեծի շուրջ ստեղծված իրավիճակին եւ լիցենզիայից զրկելուն, եթե քաղաքական նպատակը այն է եղել, որպեսզի Սամվել Կարապետյանին ժամանակավորապես սահմանափակեն եւ լիցենզիայից զրկելուց հետո բաց թողեն, ապա հնարավոր է նաեւ խափանման միջոցը փոխվի։ Սակայն կարծում եմ ավելի հեռահար նպատակ ունեն։ Որն է։ Հեռահար նպատակը քաղաքական չեզոք դիրք ստիպելն է մարդկանց, որպեսզի մարդիկ չկարողանան հասարակության շրջանում համախմբում ապահովել եւ նոր այդքան կարծում եմ հասարակության կողմից սպասվող նոր ուժի ձևավորումը կարծեցնելու։ Այսինքն քաղաքական process-ներին չմասնակցելու պատճառով է սա տեղի ունենում։ Նայեք, եւ հաշվի առնելով հենց այս հարցը, արդյոք հնարավոր համարում եք, որ իշխանությունները այստեղ կիրառեն այսպես Մոլդովայի սցենարը եւ այո, դուք այդպես էլ մաս չդառնաք քաղաքական process-ների։ Չեմ բացանում, որ նման գործընթացներ կարող են լինել, հաշվի առնելով այն հեղեղվող նորությունները վերջին շրջանում, ինչպես ձեր ասած process-ի մասին, այնպես էլ նաև որ փորձում են մեր ձևով շարժումը եւ շարժման առաջնորդին Սամվել Կարապետյանին որևէ ձևով ներկայացնել որպես արտաքին ուժերի ներկայացուցիչ, նման սուտ տեղեկությունները, նման անհիմն լրատվական հոսքը ինչ որ չափով կարող է տեղ տալ մտածելով, որ նմանատիպ նպատակներ ունեն, որպեսզի չեզոքացնեն։ Սակայն այստեղ մի բան պետք է ասեմ, որ հասարակության կողմից մենք տեսնում ենք այդ պահանջը, որ համախմբում էր անհրաժեշտ, տեսնում ենք նաև վերջին ընտրությունները, 3 ընտրությունները ցույց տվեցին, ցավոք սրտի, որ մարդկանց մոտ նոր ուժի անհրաժեշտություն կա։ Եվ այդ համախմբումը կարող է կասեցնել այդ գործընթացը, որպեսզի նոր ձևավորվող քաղաքական ուժի հայրենասեր մարդկանց կողմից ստեղծվի այդ քաղաքական միավորը, կուսակցությունը եւ ունենա մասնակցություն առաջիկա քաղաքական զարգացումների։ Հետևաբար կարծում եմ կլինի որևէ փորձ այնպես անել, որպեսզի այդպես ընտրություններին մասնակցությունը չեզոքացվի, բայց ունենք միակ պլանը մեր հայ հասարակությանը հասցնել այն իրողությունները, ինչը որ այսօր տեղի են ունենում, հայ հասարակության մեջ այդ անվստահությունը ընտրությունների նկատմամբ կոտրենք, ճիշտ է, մենք էլ այնպես չի, որ մտածում ենք, որ ընտրությունները միանշանակ առանց խախտումների են կատարվում եւ որևէ վարչական ռեսուրս կամ այլ տիպի անձնավոր իրողություններ չեն լինում, բայց ամեն քաղաքացի պետք է հասկանա իր ձայնի կարևորությունը, իր մասնակցության կարևորությունը եւ ինչքան մեծ լինի մասնակցությունը, ինչքան մեծ լինի համախմբվածությունը, այդքան դժվար կլինի չեզոքացնել որևէ քաղաքական ուժի, որը որ իրականում ուզում է հայանպաստ գործունեություն ծավալել։ Շնորհակալություն։ Օրինակ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է, որ խորհրդարանում չպետք է լինի որևէ ընդդիմադիր ուժեր։ Սա ուղիղ սպառնալիք չէ։ Անկեղծ ասած, հենց նման հայտարարություն չեմ լսել, որ ասել է որևէ ընդդիմադիր ուժ։ Եվ դա չեմ էլ կարծում, որ ընդհանրապես սահմանադրությունը նախատեսում է, որպեսզի միատարր ազգային ժողով ունենանք։ Ծանոթ չեմ հայտարարությանը, չէի ցանկանում մեկնաբանել։ Շնորհակալություն։